Բայց ինչ էլ լինի, թե թշնամուն եւ թե բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը դժբախտաբար դեռ կոպիտ ուժն է։ Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ, միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ քաղաքական ցնցումների վայրկյաններում։ Նիկոլ Դուման։ Նիկողայոս Տեր Հովհաննիսյանը, որ հայ ժողովրդի պատմության մեջ մտել է որպես Նիկոլ Դուման, ծնվել է 1867 թվականին Արցախի Խաչեն գավառի Ղշլախ գյուղում։ Նախնական կրթություն ստանում է քահանա հոր մոտ, ապա սովորում Շուշիի թեմական դպրոցում, որն ավարտելով 1887 թվականին աշխատանքի է անցնում Արցախի թեմի եկեղեցական խորհրդում որպես գրագիր։ Քիչ ուշ նշանակվում է քարտուղար, արժանանում Կոլեժսկի ռեգիստրատոր կոչման։ 2 տարի աշխատելով Շուշիում տեղափոխվում է Հյուսիսային Կովկաս, դասավանդում հայկական դպրոցներում, ապա 1891-ին դարձյալ ուսուցչի պաշտոնով անցնում Թավրիզ։ Հիշենք ժամանակաշրջանը 1890-ական թվականներ, ազգային գիտակցության վերազարթոնքի, հայկական հարցի վերհանման, քաղաքական կուսակցությունների ծնունդի, Նիկոլի նման եռանդուն կիրթ երիտասարդների համար ինքնադրսևորման տարիներ։ Նա տարված նորաստեղծ դաշնակցություն կուսակցության գաղափարախոսությամբ եւ ընկերվարական հովերով շատ արագ հիմնում է հեղափոխական խմբակ։ Հովսեփ Արգուտյանը, հեղափոխական ծածկանունը Տաշո, նրանց հանդիպել է 1892-ին։ Սեփականության գաղափարը գոյություն չուներ այդ ընկերական շրջանի մեջ։ Բոլորի հավատարմատարը Նիկողայոս Տեր Հովհաննիսյանն էր, ապագա Դումանը։ Նա էր, որ ստանում էր բոլորի աշխատավարձը եւ կատարում բոլոր ծախսերը, սկսած ուտեստից մինչեւ հագուստը։ Այդպիսի կյանքը հնարավորություն էր տալիս տնտեսելու մի զգալի գումար ընդհանուր գործի վերաբերյալ ծախսերը կատարելու։ 2 տարի անց Նիկոլը տեղափոխվում է Սալմաստ, որն այդ օրերին դարձել էր հեղափոխական հավաքատեղի նախ արմենականների, ապա դաշնակցականների համար։ Հաստատվելով 10 գյուղում Նիկոլը կազմակերպում է իր խումբը եւ լինելով հմուտ որսորդ ու լավ նշանառու անցկացնում զինավարժություններ, կապ հաստատում Դերիկի վանքում գործող հայդուկների հետ։ Այս վանքի պաշտպանության կռվում էլ ստանում է մարտական մկրտությունը։ Առաջին կռվին հաջորդում են նորերը։ Մի քանի անգամ զինական խմբով անցնում է թուրք-պարսկական սահմանը, բախումներ ունենում հատկապես քրդերի հետ, ովքեր էլ իրենց ախոյանին կնքում են Դուման անունով, որ մրրիկ, փոթորիկ է նշանակում։ Բողազ Քյասան կոչված գյուղում հանկարծ նա շրջապատվում է քրդերի կողմից, ընդ որում երկու քրդական ցեղերի, որոնց առաջնորդներն էին Շավեշը եւ Ջնդին։ Տեսնելով, որ չեն կարողանում ընկճել Նիկոլ Դումանին եւ իր հայդուկներին, քրդերը փորձում են հրդեհել այն մարակը, որտեղ մտել էր Նիկոլ Դումանը իր խմբով եւ պատսպարվում էր։ Եվ ահա Դումանը հրամայում է բացել մարակի դուռը, արագորեն դուրս է թռչում մարակից, ծունկը գետին խփելով մոսի լրացանով նշան է բռնում, երկու անվրեպ կրակոցով գետին է գլորում քուրդ երկու ցեղապետներին Շավեշին եւ Ջնդիին, որից հետո ճեղքելով քրդական պաշարման շղթան հեռանում է։ Նրան հետևում են իր հայդուկները եւ առանց զոհերի ուրեմն դուրս են գալիս այդ հերոսական հայդուկային կռվից։ Քրդերը, որոնք ընդհանրապես սիրում են գնահատել քաջությունը, նրան կնքում են Դուման անունով, այսինքն փոթորիկ, Դուման էր, ասում են, որ կռվեց ու անցավ եւ այդ օրվանից Նիկողայոս Տեր Հովհաննիսյանը հայազատամարտի այս փայլուն դեմքը մնում է ուրեմն կնքվում է Դուման մականունով։ Կազմելով 50 հոգանոց խումբ 1895-ի հոկտեմբերի 23-ին Նիկոլն անցնում է թուրք-պարսկական սահմանն ու հասնում Վան։
Ակնհայտ էր, որ Արևմտահայաստանում սկսված ջարդերը հասնելու են նաև Վասպուրական։ Նոր խմբեր հավաքագրելու եւ զենք գնելու նպատակով հանգանակված էր 300 օսմանյան ոսկի։ Դումանը սալմաստ է վերադառնում 1896-ի մայիսին, սակայն Դերիկի վանքում էլի մեկ կռվի է բռնվում եւ պարսկական իշխանությունները ձերբակալում են նրան։ Ազատվում է, երբ Վանի աղետն արդեն տեղի էր ունեցել։ Քաղաքի պաշտպանները Արմենական Ավետիսյանի, Դաշնակցական Պետոյի, Հնչակյան Մարտիկի գլխավորությամբ հարկադրաբար հեռանալով դեպի Բարթողիմեոսի վանք, Խանասորի դաշտում անհավասար մարտի էին բռնվել։ Նիկոլ Դումանը ստանալով լուրը փորձում է օգնության շտապել։ Նիկոլ 40 հոգիով ազատվելուն պես իմանում է թե չէ, որ 600 հոգին պաշարված են, անցնում գնում է նրանց օգնության։ Հավանական է հետ չգան։ Չգիտեմ ինչու Նիկոլի հետ միայն 40 հոգի են գնում, քանի որ 100-150 հոգի կարող էին։ Սիմոն Զավարյան։ Դումանի ձեռնարկն ուշացած էր։ Սահմանագլխին հանդիպում են հատուկենտ փրկվածների միայն։ Նիկոլ Դումանը մեկնում է Թիֆլիս, Քրիստափորին հանդիպելու եւ ինչպես պատմագիրներն են նշում, Խանասորի փոխվրեժի ծրագիրը ներկայացնելու։ Երկար քննարկումներից ու նախապատրաստություններից հետո 1897-ի ամռանը սկսվում է Խանասորի արշավանքը։ Այն ղեկավարում էր ոչ թե Նիկոլ Դումանը, ինչպես ենթադրվում էր, այլ Վարդան Մեհրաբյանը։ Այդ շրջանում Դումանը գտնվում էր Սալմաստում, որտեղ դաշնակցականները հավաքված էին եւ այստեղ կար զինագործարան, զենքեր էին ուրեմն առաքում Արևմտյան Հայաստան եւ խմբեր։ Խանասորի արշավանքի հետ կապված տարաձայնություններ կային, Վանեցի Վազգեն Տերոյանը, Ագուլեսցի Գուրգենը եւ ոմանք գտնում էին, որ պետք չի նման ձեռնարկի գնալ, իսկ Դումանը պնդում էր իր կարծիքի վրա եւ ահա բյուրոն տարաձայնությունները մերժ տալու համար ուղարկում է դաշնակցական հայտնի գործիչ Հարություն Շահրիկյանին, որը գալիս է եւ որպեսզի հաշտեցնի երկու կողմերին, խմբապետ է առաջարկում Վարդանին, օգնական իշխանին Հովսեփ Արգուտյանին հետագայում, իսկ Նիկոլ Դումանը, որը այս արշավանքի գաղափարի հեղինակն էր, միայն ստանում է հիսնապետի կոչում։ Եվ 275 հոգուց բաղկացած հայդուկային խումբը 1897 թվականի հուլիսի 25-ին նախապես բարձրանալով Արահուլ լեռան վրա, որը գտնվում էր պարսկաթուրքական սահմանագլխին, հարձակվում է նրա ստորոտում գտնվող Մազրիկ ցեղի վրա, ամբողջ ցեղին կոտորում է եւ Դումանի հրամանով խնայում են միայն կանանց եւ երեխաներին։ Եվ այս ցեղի ոչնչացումը այն նշանակությունն է ունենում, որ զինատար խմբերը այս ճանապարհով հեշտորեն արդեն ելք ու մուտք են անում դեպի երկիր։ Իհարկե Եվրոպայի վրա ազդեցության առումով այս արշավանքը այնքան էլ դրական հետևանքներ չի ունենում։ Ըստ դաշնակցական գրականության, Խանասորի կռվում հայերը տալիս են 19 զոհ, քրդական Մազրիկ ցեղախումբը, որքան էլ անհավանական է թվում, 1500։ Այս թվերի իսկությունը առ այսօր էլ քննարկվում է։ Տեսակետ կա, որ արշավանքից հետո քրդերն իրենց հերթին են դիմում փոխվրեժի ու սրի քաշում շրջակա գյուղերի հայ բնակչության։ Արշավանքից հետո Նիկոլ Դումանն անցնում է Շուշի, ապա Բաքու, աշխատում նավթային ընկերություններում, անցնում է մի քանի տարի։ 1904 թվական սկսվում է Սասունի ապստամբությունը։ Այստեղ են անվանի հայդուկապետեր Հրայ Դժոխքը, Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Սեբաստացի Մուրադը, Սպաղանած Մակարը ու էլի շատերը։ Ով պետք է դառնա ընդհանուր ղեկավարը, վճռվում է օգնության կանչել Նիկոլ Դումանին։ Դումանը դաշնակցության ամենահին մտավոր ֆետայինն էր։ Ան հեղինակությունն էր մեր բոլոր ֆետայիններու համար, ամենահամեստ զինվորեն սկսած մինչև Հրայրը, Գևորգ Չաուշն ու Անդրանիկը։ Բոլորն ալ հավասար սիրով պատրաստ էին ենթարկվելու Ղարաբաղի լեռնականի պողպատե կամքին։ Ռուբեն Տերմինասյան։ Նիկոլ Դումանին հրավիրելու որոշումը չափազանց ուշացած էր։ Կռիվներն սկսվել էին ու Կովկասից Սասուն հասնել էր ժամանակ էր պահանջում։ Հարկ է նշել, որ Դումանը կտրականապես դեմ էր նման ձեռնարկներին, կողմնակից էր համընդհանուր նախապատրաստության եւ Արևմտահայաստանի մի քանի շրջաններում միաժամանակ ապստամբության, ինչի ջատագովը Հրայր Դժոխքն էր։ Հովանես Քաջազնունին կհիշի նրա արձագանքը։ Այս եղավ Հարսանիքն անի հայրապետը, Խարջը քաշի կարապետը։ Դեմ լինելով հանդերձ, նա ենթարկվում է կուսակցական կարգապահությանն ու պատրաստվում մեկնումի։
Նրա խմբում էին Հակոբ Զավարյանը, Խաչատուր Ամիրյանը նույն ինքը դաշնակցական Խեչոն, Թադեուս Ամիրյանը, Գիշ Թաթոս մականունով, Սարգիս Բարսեղյանը, բուն անունով Գրիգոր Օդաբաշյան, Մինաս Տերմինասյանը, նույն ինքը Ռուբենը, Խաչատուր Կարապետյանը, որ Սարբազ Խեչոն է, եւ ուրիշներ, ընդամենը 17 մարդ։ Բժիշկ Հակոբ Զավարյանին, որ նախքան այդ զենքի հետ գործ չէր ունեցել, Նիկոլը մեկնումից առաջ ասում է. Մինչև լույս կփակվիս տուն եւ կտակդ կգրես, մանավանդ Պետերբուրգի քոնգերներին, բարեկամներին, որ մեծ դիրքերի հասած են կայսրության մեջ։ Բացատրիր քո տեսակետները, որpիսի նրանք գիտնան, որ հանուն մեր դատի ոչ միայն ինչպես ավազակներ են սպանվում, այլև քեզպես ազնվականներն ու ուսյալները։ Հետներն ունենալով 27 մոսին հրացան եւ 9000 փամփուշտ, նոր խումբը ճանապարհ է ընկնում հունիսի 7-ին։ Նշենք, որ Դումանը սալմաստ էր եկել դեռևս ապրիլին, բայց Հոիդա բյուրոն մի քանի անգամ փոխել էր որոշումը։ Նիկոլը երկիր ուղարկած նամակներում սա անվանում է ինչ-ինչ պատճառներով ուշանալ։